ամեն մեկից, որ մենք կարողանանք Տեր Աստվածային կյանքը, որ դու տվել ես մեզ, օգտագործենք քո անվան փառքի համար։ Դու մաքրել ես մեզ եւ սրբել ես մեզ, որպեսզի սուրբ կանգնեցնես քո առջև Տեր Աստված, եւ մենք կարողանանք Տեր Աստված լինել այս աշխարհի մեջ քո անուշ հոտը Տեր։ Խնդրում եմ, լցնա քո անուշ հոտը ամեն մեկի վրա այստեղ Տեր, որ մենք երևանք աշխարհի մեջ Տեր, որպես լույսը քո, որպես աղը քո, որ Տեր Աստված մարդիկ տեսնեն մեզ վրա քո փառքը Տեր։ Եվ այսօր օրն է Տեր, որ դու փառավորես քո ժողովրդի մեջ, մեծանվես Տեր, եւ տաս այն խոսքը, որ մեզ անհրաժեշտ է Տեր, աստվածապաշտության եւ աստվածավախության մեջ Տեր Աստված քայլելու եւ քո աստվածային բնության մեջ վերցնես Տեր եւ հաղորդիքից դարձնա քո սուրբ ոգուն, որովհետեւ մենք Տեր Աստված որ չենք, որ մտածենք Տեր Աստված, այլ դու տվեցիր մեզ Տեր հնարավորություն, որովհետեւ դու ես մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Հայրը երկնային եւ մենք ես փառք ենք տալի եւ ասում ենք հալելույա, ամեն։ Հալելույա։ Ճիշտ այս ամիս մենք ունենք վերցրած թեմա սրբություն, բայց այսօր ես խոսեմ Հիսուսի մասին եւ Սուրբ Հոգու մասին։ Որտեղ դեպք հետաքրքիր է, երբ որ մենք շատ ժամանակ խոսում ենք սրբության մասին, բայց մոռանում ենք Սուրբ Հոգին։ Ամեն։ Մենք մոռանում ենք ով է Սուրբ Հոգին եւ ինչի համար նա եկել, որպեսզի օգնի մեզ անցնել այն դժվար ճանապարհը, որտեղ աշխարհը չար է եւ աշխարհի մեջ դժվարություններ շատ կան։ Գերեք ուտել կամելու մեջ չի կյանքը, այլ կյանքը խաղաղության մեջ է։ Եվ այսօր ամենակարևորը սիրելիս, որ ես ունեմ իմ հոգու մեջ քո համար, Աստված քո համար պատրաստել այսօր խաղաղ կյանք։ Բդտվիկ կողքին տասա Աստված համար մի խաղաղ կյանք։ Ամեն խաղաղ կյանք։ Երեք երբ որ նայում ենք մենք մեր շուրջը, մենք տեսնում ենք այն ամեն ինչ որ մեր շուրջը կատարվում է, որտեղ մարդիկ խաղաղ չեն, մարդիկ զբաղված են։ Ես ամեն հարցերում չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։ Շատ բաներ կան, որոնք նրանք չեն կարողանում ճիշտ մատուցեն, եւ դա խաղաղությունը գալիս է, որովհետեւ դա գալիս է նաեւ սիրո պակասից։ Եվ որ մարդը ինքը սերը ամեն պակասումը ինքը սկսում արդեն մանել այն ինչ որ իր համար շատ գիտես տհաճ է։ Եվ մարդը խղճը սկսում է ազդել իր վրա եւ այդ խղճի գնալով մարդը ինքստիկյան ինքը գնում է իր վիճակից, այն խաղաղությունից, որ Աստված ուզում է որ նա պահի, հալելույա։ Եվ ամեն մեկից, ասա ամեն մեկից, Աստված հնարավորություն է տվել այսօր ունենալու Աստծո հետ ճիշտ փոխհարաբերություն, մտնելու այդ սրբության մեջ, որպեսզի սրբությունը մեր համար դառնա առաջնային, որ սուրբ կյանքով ապրելը մեր համար լինի դրես ուրախություն, հալելույա։ Արդար խոսելը, արդար լինելը լինի մեր համար ուրախություն, հալելույա, ամեն։ Գիտեք, այսօր շատ մարդիկ իրար սուտ են խոսում, ու ուզում են, որ այդ խաղաղությունը ունենան, որտեղ սուտ խոսելու հետևում մենք գիտենք դրա հեղինակին։ Երբ որ մենք թույլ ենք տալի, որ այդ սրտի հեղինակը, սրտի հայրը, մենք գիտենք ով է, երբ որ այդ հեղինակը սրտի սկսում է գործել մարդու կյանքում, ինքը գցում է այն դիրքից մարդուն, որը որ խաղաղությունը վերելքում։ Ամեն։ Եվ դարձ այդ անհանգստությունը մարդու կյանքում, բայց Աստված ունի շատ բաներ մեր համար, որպեսզի մենք հաստատվենք այն ժայռի վրա, որը որ մեզ կտա հնարավորություն ամրանալու այս աշխարհի բոլոր փորձություններից։ Հալելույա, ամեն։ Որովհետև խոսքը ասում է նա ում նմանեցնեմ այն մարդուն, որը իր տունը ժայռի վրա է կառուցում։ Այն երանելի օրհնված մարդն է, որը ժայռի վրա է կառուցում, որովհետև այս աշխարհի ոչ մի փորձություն, ոչ մի հարցակում, ոչ մի սատանական ծրագիր չի կարողանում իրականանալ քո կյանքում, որովհետև դու ամուր կանգնում ես այդ ժայռի վրա եւ հաստատված ես ամեն եւ քո հիմքերը ուժեղ են եւ հիմքերը դες
Եզես ամուր են և ոչ մի անգամ սատանան չի կարող գա քո ընտանիքի մեջ իր ծրագրերը մտցնի, որտեղ դու կանգնած ես այդ պատերազմի մեջ, դու պատերազմ ես բարի պատերազմը, հալելույա, և քո տարածքը դառնում է սրբության տարածք։ Գիտեք, Աստված միշտ խոսում է սրբության մասին և ասում է իմ սուրբ սարում, իմ սուրբ սարից կգա, իմ սուրբ սարում կհանդիպեմ, հալելույա, և ամեն տեղ երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք այն վայրը, որտեղ որ սրբության վայր է, շատ մեծ նշանակություն ուներ հանդիպման ժամանակ։ Հարկ Հիսուսին, մենք գիտենք, երբ որ Մովսեսը բարձրացավ այդ սուրբ սարը, որտեղ Աստծո հոգին էր իջե, որտեղ Աստված էր իջե, ինչ ստացավ, այնտեղից ստացավ այն կանոնները, որոնք որ Իսրայել ժողովուրդը պետք է կատարեր, հնազանդվեր և ժառանգեր այն ժառանգությունը, որ Աստված նախապատրաստել էր իրենց համար, հալելույա, որովհետև Աստված ազատել էր մեղքից, ազատել էր այն ծանր աշխատանքից, այն ճորտ վիճակից, ստրուկ վիճակից և բերել էր ազատության մեջ, որպեսզի փառավորվի այդ ժողովրդի մեջ։ Եվ այսօր Աստված մեզ հանել է այս չար աշխարհից, որպեսզի փառավորվի մեր կյանքերում, բայց նա ունի խոսք, որ մենք պետք է ամբողջությամբ կատարենք, որպեսզի Աստծո համար հաճելի դառնանք, հալելույա, ամեն, ոչ բարկացնենք Աստծուն, ոչ չանենք այնպես, որ Աստծո բարկությունը գա, այլ անենք այնպես, որ Աստված ուրախանա մեր կյանքերով, հալելույա, և ասի, գիտեք, այնքան ուրախ էր Աստված երկնքում, մի բան, որ իմ սրտի մեջ սենց եկել է, գիտես ինքը ուրախանում էր մեկով, ով որ արդար էր իրան բաղում երկիր դա, ասա Աստված նվեմ այ երկրին, և ես հավատում եմ, որ նա բոլորից գիտի, նա ամեն մեկից գիտի, Պտտվի կողքին տասը նա քեզ գիտի, խոսք ասма քո անունով եմ կանչել, հալելույա, և մենք ինչ որ ձեռնարկում ենք, ինչ որ մտածում ենք և ինչ որ գործում ենք նա գիտի, հալելույա, և արդյոք մեր գործերը արդար են, արդյոք մենք արդարներ ենք, չէ որ արդարն է հավատքով ապրում, և այսօր այդ սրբության մեջ գալիս է արդարությունը և սկսում ենք արդար ապրել, հալելույա, երբ որ մենք արդարանում ենք Աստծով և սկսում ենք այդ արդարության ճանապարհը քայլել, հալելույա, Աստված փառավորում է մեր կյանքում և մեր հավատքի պատասխանը տալիս է, հալելույա, ամեն, որտեղ ես հավատում եմ չտեսնված բաներին, ես գիտեմ, որ Աստված իմ համար հույս ունի, հալելույա, Աստված իմ համար ծրագիր ունի և այդ ծրագիրը իրականացնելու համար միայն ուզում եմ, որ ես արդար լինեմ և խոնարհվեմ իրան, հալելույա, ամեն, և երկնքում նա խոսեց, հալելույա, որտեղ սատանան գնաց, կանգնեց նրա առջև և Աստված հարց տվեց, տեսա՞ք իմ արդար ծառայողին, ով է ուզում, որ Աստված խոսա իր մասին և ասի արդար, իմ արդար զավակ, իմ սուրբ զավակ, իմ հնազանդ և խոնարհ զավակ, հալելույա, ուզում ես, դու հավատում ես, որ Սուրբ Հոգին կար այսօր խոսակվել, ով հավատում, որտեղ մենք մենակ չենք, դա մեր հետ կա, և գիտեք, երբ որ ես աղոթում եմ, Սուրբ Հոգին խոսեց գիշերը իմ սրտի, ասեց, դու մենակ չես, ես քո հետ եմ, ես քո հետ եմ, հալելույա, երբեք չմտածես, որ դու մենակ ես, եթե դու քեզ համարում ես եկեղեցու անդամ, եթե դու քեզ համարում ես Աստծո զավակ, դու երբեք մենակ չես մնա, հալելույա, ամեն, և հենց այդ սերն Աստծո կամքն է, որ մենք իրար գրկում լինենք, ամեն ժամանակ փնտրենք նրա երեսը, հալելույա, գիտեք այնքան անհաջողված կյանքեր կան, երբ որ ես նայում եմ մարդկանց կյանքերին, ես տեսնում եմ և հաջողված կյանք, և անհաջողված կյանք, և մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, Հիսուսի հետևից քայլող մարդկանց կյանքերում, թե ոնց էր Աստված հաջողություն տալի մարդկանց, այն ժամանակ, երբ որ նրանք դրության մեջ էին, որտեղ նրանք ամբողջությամբ հույսը դրել էին Աստծո վրա, և նրանց մտքի մեջ միայն մի բան էր, ավետարանը քարոզել, խոսել Աստծո խոսքը, հալելույա, գիտեք, երբ որ առաքյալները ազատվում էին փորձությունից, Աստված ոչ թե նրանց հանում էր, որ նրանք գնային իրենց կյանքով ապրեին ու փախնեին վախեցած, այլ նրանց հանում էր վերքից և նրանք գնում էին տաճար նույն խոսքը խոսալու, որի համար իրաց դատապարտել են։ Ստայես դու։ Ու այսօր Աստված ուզում է, երբ որ ինքը քեզ մեղությունից հանում է,
Հալելույա, երբ որ ինքը քեզ օգնում է, նա ուզում է քեզ տեսնի իրական մեջ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Նա ուզում է քեզ կանչի, նա ուզում է քո հետ հաղորդակցվի, որպեսզի դու քեզ միայնակ չզգաս։ Եվ այդ խաղաղությունը, որ ինքը կտա քո սրտի մեջ, դա կբերի, գիտես, մի հատ հրաշալի տիրույթ, որի մեջ դու կապրես, հալելույա, եւ ուրախ կլինես։ Փառք Հիսուսին։ Գիտեք, երբ մենք ուրախանում, երբ որ մենք տեսնում ենք հաջողակ մարդկանց, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երեխաների կյանքում հաջողություն ունեն, իրանց ընթացքի մեջ, ասոր է, առաջին ասոր է, լսում եք, որովհետև ամենամեծ բանը ծնողի նա է, որ ինքը տեսնի իր երեխային գրկված, տեսնի Տիրոջ ձեռքի մեջ ապահով, հալելույա, նրան վաստոցի տալ։ Դա է ամենակարևորը, իմ համար, որպես Աստծո ժամանակ ամենակարևորը, որ ես տեսնեմ իմ զավակներին, իմ թոռներին եւ հավատում նրանց ծողներից կտեսնեմ, նաեւ տեսնեմ ձեր երեխաներին, մեր երեխաներին, որտեղ դա միայն ձեր չի, այլ նաեւ մեր երեխաներին, որտեղ երբ որ մենք օգնում ենք նրանց, մենք հավատում ենք, այսօր հիանալի ժամանակ ենք ունեցել, ինչպես են մեր պատանիները ծառայում 60+ ծառայությանը, ոսկե սերունդին, ես ցնցված եմ։ Ես ասում եմ Տեր Աստված, ես փափագ էի, որ այս տարիքից քեզ ճանաչեի։ Ես Տեր Աստված երազեի, որ այս իրավիճակը ունենայի, ու գիտեք ինչքան լավ է, երբ որ մենք կարողանում ենք մեր երեխաներին դաստիարակել Տիրոջով։ Հալելույա։ Ամեն, այս սրբության վայրում։ Որտեղ եթե մենք սուրբ չլինենք, մենք չենք կարող բերենք այդ սրբությունը մեր ընտանիքներին։ Եթե մենք մեր ընտանիքում ուրիշ կերպ վարվենք, դրսում ուրիշ կերպ, եկեղեցում ուրիշ կերպ, մենք չենք կարող այդ սրբությունը կենտրոնացնել։ Ասա կենտրոնացած սրբություն։ Ամեն տեղ։ Եվ տանը, եւ աշխատանքի վայրում, եւ որտեղ որ աչքումների մեջ մարդիկ պետք է տեսնեն մեր արդարան լինելը եւ մեր սուրբ լինելը։ Փառք Հիսուսին, ամեն։ Եվ հենց այդ ժամանակ գտան կփնտրեն, հետևիցդ կբացեն, կասեն բանաձև ասա ուրախության։ Ասա Աստված ինձ բանաձև ադրել ուրախության։ Որ ես ուրախանամ։ Փառք Հիսուսին, որտեղ երբ որ գալիս եմ քո տուն Տեր Աստված, ես հանդիպում եմ քեզ, քո սրբության մեջ եմ Տեր Աստված կանգնում եւ դու հարավորվում ես, հալելույա։ Որտեղ սրբության մեջ մեղք չկա, ասա սրբության մեջ մեղք չկա։ Որտեղ Աստված մաքրեց եւ ինչ անեց, սրբեց, ներեց եւ սրբեց, հալելույա։ Ամեն, նա ներեն ամեն մեղքերը։ Եվ Երանի այն մարդում, ում անօրությունները Տերը անօրություն չի համարի, և նա արդարացնի, Աստված արդարացրեց, և մենք մեղավոր ենք, նա արդարացրեց մեզ, որպեսզի այսօր սուրբ դարձնի, որպեսզի այսօր դարձնի այն, ինչի ինքը փափագել է, հալելույա։ Ես ուզում եմ միտեղ կարդալ Հովհաննես 14 ավետարանից, հալելույա, գիտեք Հիսուսի հետ հաղորդակցվելը մեծ պատիվ անես։ Հիսուսին ճանաչելը մեծ պատիվ է։ Սուրբ Հոգու հետ լինելը մեծ պատիվ է, հալելույա։ Շատ ժամանակ մենք չենք պատկերացնում, թե ում է ուղարկի Աստված մեր մեջ։ Ասա Աստված ուղարկի դա իր Սուրբ Հոգուն։ Եվ նա հիմա այստեղ է։ Ու գիտեք, ինքը չի կարա մոտենալ Սուրբին, հակառակորդը չի կարա մոտենալ Սուրբին, հպարտը չի կարա մոտենալ Սուրբին։ Դուստես, շատ ժամանակ մարդիկ ինքնախաբերությամբ են զբաղվում եւ ասում են ես ափար եմ, ես սուրբ եմ։ Գիտեք սուրբ մարդը պարտավոր է, պարտավոր է։ Առաջինը սիրի Հիսուսին։ Իսկ երբ որ դու սիրում ես Հիսուսին, ինքս եկյալ դու սիրում ես նաեւ քո կողքին Բդվի կողքին դասա Հիսուսի սիրով սիրել եմ քեզ։ Հալելույա։ Ու երբ որ մենք հանդիպում ենք Սուրբ Հոգու հետ, հալելույա, մեր կյանքը փոխվում է։
Մենք պետք է ճանաչենք սուրբին, մենք պետք է ճանաչենք սրբությանը, մենք պետք է տեսնենք այդ սրբությունը, մեր աչքերը պետք է բացվեն եւ Աստված խոսք ունի, գիտեք Աստված գույրի աչքեր բացող Աստված է։ Մի թույլ տվեք, որ այս աշխարհը եւ գայթակղությունները եւ մարմնավոր ցանկությունները ուրացնեն ձեզ։ Փառք Հիսուսին։ Այսօր օրն է սրբության։ Բայց դու կողքին ասել, այսօր օրն է սրբության։ Գիտեք, երբ որ ես կարդում եմ Աստծո խոսքը, դա իմ համար սրբություն է։ Երբ որ ես նայում եմ Աստծո գործերին, ես տեսնում եմ Աստծո ձեռքը, հալելույա։ Երբ որ նայում եմ եկեղեցուն ու ձեզ, ես տեսնում եմ, որ Աստված այնքան ողորմած է, որ մեզ պատվի արժանացել այսօր իր հետ շփվելու, հալելույա։ Սուրբի հետ հաղորդակցվելու։ Դուք չեք պատկերացնում դա ինչ է։ Դա մի հատ հիանալի կյանք է, որտեղ դու հաղորդակցում ես կյանքի հետ։ Ո՞վ է հավատում, որ Հիսուսն է կյանքը։ Ո՞վ է հավատում, որ Հիսուսը սուրբ է։ Եվ նա ուզում է մեզ վերցնի իր սրբության։ Հալելույա։ Փառք Տիրոջը, դու ուրախ ես։ Երեք ես այնքան նեղ ու փշոտ ճանապարհ եմ անցել։ Իմ կյանքս էս չի եղել։ Որ ես ասեմ, գիտեք, հանածյուրի պես արել իմ կյանքը, այնքան լավ է եղել, ոչ։ Բայց ես հաղթարել եմ, որտեղ իմ հետ եղել է նա, հալելույա, իմ հետ եղել է սուրբը, հավատարիմը, իմ հետ եղել է նա, որ խոստում կա տվել, եթե խոնարհվես, ես քո հետ կլինեմ, եթե ինձ սիրես, եթե իմ պատվիրանները պահես, ես քո հետ կլինեմ։ Ու գիտեք, ամենաառաջին պատվիրանը, որ Աստծո դրված է մեզ սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, սրտով եւ երդությամբ։ Գաստ է մարդը, որ սիրում այդպես է սիրում Աստծուն։ Հալելույա։ Պատվիրան։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Հալելույա։ Եվ այդ սերը մենք ոչ թե միայն խոսքերով, այլ նաև գործով։ Երբ որ իմ քուրը եղբայրը տեսնում է այդ սերը, որը բխում է Տիրոջից, գիտեք սատանան ոնց է վախենում սիրուց։ Նա սարսափում է սիրուց, որտեղ նա չի սիրում մեզ, նա չի սիրում քեզ։ Եվ նա ամեն ինչ անում է, որ քեզ կանգնեցնի, նա ամեն ինչ անում է, որ դու չսիրես։ Նա ամեն ինչ անում է, որ քո սերը սառչի։ Որտեղ խոսքը, երբ որ Հիսուսը խոսում է եւ զգուշացնում է մեզ, հալելույա, զգուշ եղեք, որ հանկարծ ձեր սերը չսառչի, ով է սերը սառչեցնում է, եթե ոչ նա, ով որ մեզ չի սիրում։ Ով է մեզ կանգնեցնողը, ով որ մեզ չի սիրում։ Ով է մեզ շեղողը, ով որ մեզ չի սիրում։ Լսես։ Ով է բարձրացնողը, նա որ սիրում է։ Ով է ներողը, նա որ սիրում է։ Ով է ներողության ժամանակին հավատարիմը, նա որ քո կողքին է։ Մեր Աստված Հիսուսը։ Հալելույա, որտեղ նա չի ուզում, որ դու սայթակես։ Նա չի ուզում, որ դու շեղվես։ Նա չի ուզում, որ գիտես գողը մոտենա, քեզ չսիրողի հետ ոչ մի դաշինք մի կապի ասում Աստված։ Հալելույա։ Գիտես այսօր ցավալի է, երբ որ մենք տեսնում ենք, թե ոնց է սերը սառչում։ Եվ այսօր Աստված զգուշացնում է, առաջին է ինձ, նո այստեղ ես։ Ես ինչ-որ խոսում եմ, դա վերանում եմ, որ Սուրբ Հոգին խոսում է, դու չտաս, որ քո սերը սառչի։ Ես ուզում եմ բորբոքել քո մեջ իմ կրակը։ Հալելույա, որ այսօր Աստված կանգնած է, որպեսզի բորբոքի այդ կրակը քո մեջ, որ չվերջանա։ Սերը երբեք չի վերջանա Աստծո։ Երբ չի վերջանում, երբ որ մենք չենք ուզում վերջանալ։ Հալելույա։ Բայց երբ որ մենք ապրում ենք մարդկային մտածելակերպով, հին մարդու մտածելակերպով, այդ սիրո մասին խոսելն ավելի մոտ է։ Որտեղ տեսնում ենք մարդկային սերը ոնց է սառչում, մարդկային սերը ոնց է դավաճանում, մարդկային սերը ոնց է խաթարվում, ու սատանան ինքը ոնց է մարդկանց սերը գողանում։ Ջահել ընտանիք,
կրճում Միքայելի տանիք, որ արդեն բաժանման եզրին է։ Եվ գիտեք, այնքան հետաքրքիր է, որ դու լինես այդ ճիշտ խորհրդատում Քրիստոսով, հալելույա, որ քո ճիշտ խորհուրդներով եւ քո աղոթքներով դու կարողանաս վերականգնես այդ սերը։ Հալելույա, ամեն։ Եվ նայում ես դատարկ բաներից, դատարկ, որ հեչ հնարավոր չի մարդու սերը կոտրել այդ փոքր խնդրի պատճառով։ Բայց սատանայի հաջողվում է եւ ընտանիքը եկել է արդեն գործանման եզրին, բաժանման եզրին եւ գիտես մի բան որ Աստված անում է, հալելույա, վերականգնում է գողացվածը, Աստված ամեն գողացվածը վերադարձնում է։ Ու երբ որ ես աղոթում եմ իրանց համար, ես ասում եմ Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, թող այն ինչ որ գողացվել այս հրաշալի զույգի կյանքից այն սերը, որ մի ժամանակ Տեր իմ Աստված ծաղիկների, համբուրների, Տեր իմ Աստված այս ամբողջությունն էր կազմում իրար հետ հանդիպումները։ Ես սատանան բերել այս իրավիճակին խնդրում եմ այն թշնամին, որը որ գործել այս ընտանիքի մեջ, հասցրել այս իրավիճակին, քանդման եզրին, խնդրում եմ հետ վերադարձրան։ Ու գիտեք ամբողջ ժամանակ երկուսն են սկսեցին լացել։ Ամեն մեկը մեկից ներողություն սկսեցին խնդրել եւ ընտանիքը վերականգնվեց։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Ու գիտես երբ որ Սուրբ Հոգին խոսած, ասեց գիտես ինչու համար սա կատարվեց, ես ասի Տեր իմ Աստված, ես գիտեմ որ դու հավատալիմ ես, հալելույա, որովհետեւ խոսքն ասում է, ես մարդ եմ փնտրում, որ կանգնեցնեմ իմ առջև եւ այդ մարդը ասի, հետ վերադարձա սատանա, այն ամենը ինչ որ դու գողացել ես իմ ժողովրդի կյանքից։ Ով ասում է ինձ այդ մարդը։ Ես դու Աստված ընտրել է քեզ սիրելիս, որ դու քո տան մեջ կանգնես ու ասես սատանա, Հիսուսի զորավոր անունով։ Այն ինչ որ իմ ընտանիքից գողացված է, այն խաղաղությունը, այն միաբանությունը, այն սերը հետ վերադարձա։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Եվ նա չի կարող հետ չվերադարձնել։ Որտեղ խոսք ասում է դուք իշխանություն ունեք ասելու, ով որ հավատա եւ ասի, ապա կկատարվի։ Եթե երկրի վրա երկուսը միաբանվեն ինչը խնդրեն, կտրվի նրանց։ Հիմա անեկասու խոսքով հաստատվենք մեր կյանքերը եւ խաղաղ լինենք այդ սրբության մեջ։ Ձեր սրտերը չխռովեն, ասա իմ սիրտը չի խռովելու։ Նորից ասա, իմ սիրտը չի խռովելու։ Գիտեք ինչքան խռոված սիրտեր կան։ Հարսը կեսուրին, հետա խռով, կեսուրը հարսի, Իսրայելը կեսի, հատը, աները կեսու։ Ես տեսել եմ ընտանիքներ, որ բաժանված են լրիվ, որ ծնողների ոչ մի կապ չունեն, խռով ենք։ Ասա ես չեմ խռովելու։ Դա գիտես ինչ սա բանի, որտեղ քո սիրտը դա խռովում։ Դու վիրավորվում ես, խռովել եմ, չեմ խոսում։ Եվ հատ ես անում, դու ես դուժելու։ Ասա ես չեմ ուզում դուժեմ, դեր, իմ սիրտը չի խռովելու։ Բայց դրի կողքինի տասը քո սիրտը չի խռովում։ Նեղացել եմ, խռովել եմ։ Հետաքրքիր է, չէ՞։ Փառք Հիսուսին։ Հեչորեն որ դու խռով ես իշոտ մեկից։ Մենակ ճիշտ ասա, մենակ խռովել ես։ Չես խոսացել։ Ասա Աստված ամեն բան վերականգնում այսօր։ Ասա ինձ կանգնեցնում է, ինձ սուրացնում է։ Եվ ասում է, հանդարտ թողեց, որ սիրտդ խռովի։ Ով է խռովեցնում է։ Սերնես արեք ամեն բան իր տեղը դնենք։ Ամեն, գիտես երբ հագավի այդ խռովությունը, երբ որ սա խառնում է իրար։ Երբ որ մենք չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, ու
խռովում ենք։ Դու ապրես, որ խռովությունը Աստծուց չի։ Ձեր սրտերը չխռովեն, Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք։ Երբ չի խռովելու մեր սրտերը, երբ որ մենք հավատանք Հիսուսին, երբ որ հավատանք Սուրբին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Աստծուն հավատացեք և ինձ հավատացեք։ Հետո քիրը ով ամենուրա դեպ, ես Հիսուս կես ասում Հիսուս։ Դու գիտես, որ սա Հիսուսն է խոսում։ Դու պրոբլեմ չունես, հավատանք ինձ։ Դու չես խռովի, եթե հավատաս ինձ։ Քո սիրտը չի ծռվի, եթե հավատաս ինձ։ Եղիր սրտության մեջ, որտեղ ես քո համար կանգնած եմ։ Հալելույա։ Իմ նման սուրբ եղեք, իմ նման հնազանդ եղեք, իմ նման խորան եղեք։ Հալելույա։ Եվ դու կժառանգեք այն ինչ որ ի սկզբանե ես պատրաստել եմ ձեր համար։ Աս Աստված իմ համար տուն ունի երկնքում։ Ես մենք ստենք կամ չարչարվում ենք, տարապում ենք, որ տուն ունենանք, կամ ինչ-որ բան ձեր բերենք, բայց ընդ ձրի, ասա ձրի, Աստված տուն ունի մենով։ Ոչ փող աուզելու, ոչ վարկ ես վերցնելու, ոչ ինչ-որ մեկի կախում ես ունենալու, այդ տունը պատրաստ բավակ ես հավելյա, սա կնա վայելի հավիտյան։ Ըստ է, ես իրենացող բաները, իշկան մարդիկ կամ որ տներ են գործել։ Ամբողջ կյանքը աշխատել են, որ տները գործել են։ Իշկան մարդ կա, որ իրանց ունեցվածքն են գործել։ Սա կյանքը աշխատել են։ Գիտեք, ես միշտ ասեմ ու կասեմ, մի անգամ հեռուստացույցով մի հատ հաղորդում էր ջրեղենի մասին, ու մի հատ կին էր խոսում 78 տարեկան, ասում էր, ես իմ ամբողջ կյանքը աշխատեցի, տուն հիմնեցի, լցրեցի, 2 վայրկյանում ջուրը տարավ։ Ու ասող խոսքը, հենց դրա վրա խոսեց իմ հետ, ասեց, նայի, արելա տեսնողները, ինչ որ դու տեսնելու ես, ժամանակ է գալու, որ ոչ մի բան չի երևանում։ Բայց այն ինչ որ դու չես տեսնում, բայց հավատում ես, արելա, դա մնայուն է։ Դու հավատում ես, որ տունն ես երկնքում։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, որ դու հավատում ես։ Ինձ հավատացեք և Աստծուն հավատացեք, և ձեր սրտերը չեն խռովի։ Այսօր շատ մարդիկ խոսում են հավատքի մասին, որ մենք հավատում ենք Աստծուն, մենք հավատարիմ ենք Աստծուն, բայց սրտերը խռոված են։ Խռով է։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Ասա շատ տներ կան։ Երկնքում։ Ու այդ տաներից մեկը իմն է։ Բացարձակ ձեր կասա ես հավատում եմ, որ այդ շատ բնակարանների մեջ իմ սրտի համեմատ Աստված է տանը։ Փառք Հիսուսին։ Ահա թե ոչ, ես ձեզ կասեի, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, ուր որ ես եմ, դուք էլ լինեք, հալելույա։ Ով ասում, որտեղ Հիսուսն ինքն է լինել։ Բայց ամեն բան սիրելի սկսում այստեղից։ Այստեղ դու պետք է քո հավատարմությունը ցույց տաս Աստծուն։ Այստեղ դու պետք է քո սրբության հետ հարցը լուծես։ Հալելույա, որ քո սիրտը խաղաղ լինի, որ քո սիրտը ուրախ լինի, որ դու ամեն բան անես, որ քեզ նայելով Աստված, հալելույա, փառայով լինի։ Փառք Հիսուսին, որ չարին տեղի չտան, որ չարը մեր վրա, հալելույա, կերտեցի։ Փառք Հիսուսին։ Մենք ամեն բան անելու ենք, որ Աստծո անունը փառավորվի և նրա սրբությունը այստեղ առավելանա։ Հալելույա։ Եվ որտեղ ես գնում եմ գիտեք և ճանապարհը գիտեք, նայեք, ում հետ եմ խոսում, աշակերտների։ Դու գիտեք, որ այսօր շատերը չգիտեն ճանապարհը։ Գալիս են եկեղեցի, հավատում են,
Բայց ճանապարհը չգիտեմ։ Դες ես չեմ հավատում, որ այս բանի երբ որ Հիսուսը ասեց ճանապարհը գիտեր, ինքը համոզված է, որ իր աշակերտները արդեն գիտեն։ Որտեղ այնքան էր խոսացել, այնքան հրաշքներ էր արել, այնքան մեռելներ էր հարություն տվել, գույների աչքեր էր բացել, լիքը հրաշքներ էր արել, ու ինքը համոզված է, որ իր աշակերտները պետք է իմանան այն ամենը, ինչ որ Հիսուսը արել է։ Հալելույա։ Ասում ճանապարհը գիտեք։ Մեկը դուսականի Թոմասը նրան ասեց, դե, մենք չգիտենք թե որտեղ ես գնում։ Amma տեսքան Հիսուսի հետ ես գնում ես, այդքան բաները տեսնում ես, այդքան հրաշքները տեսնում ես, ու հետո ասում ես ես չգիտեմ։ Դե ուր ես գնում։ Ասում նաև Թոմասի մոտ կար թերավատություն, մանավատություն առ Քրիստոս, որտեղ մենք չգիտենք։ Ու եթե մենք չգիտենք ճանապարհը, Հալելույա, եւ այդ ճանապարհը ուր ատանում մեզ, որոնց մեր հավատքի հետ պրոբլեմ կա։ Ստեղ դու ասայսօր վերականգնվել է ամեն բան։ Հալելույա։ Չգիտեք թե որտեղ ես դու, եւ ինչպես կարող ենք ճանապարհը գտնել, գիտենալ։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը։ Ասա Հիսուս կա ճանապարհը։ Դեր մասված մենք որտե՞ց կարող իմանալ ճանապարհը։ Հալելույա։ Ամեն։ Ասա բոլոր նեղություններից դուրս գալու ճանապարհը Քրիստոսի մեջ է։ Բոլոր նեղություններից դուրս գալու ճանապարհը Քրիստոսով է։ Գրեթե ինչ ասում։ Միշտ ես ցույց կտամ ելքը, ասա ելքը Հիսուսի մեջ է։ Ամեն իրավիճակից դուրս գալու ճանապարհը Քրիստոսով է։ Հալելույա։ Եվ ասում մոտենալու ճանապարհները Քրիստոսով։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես։ Բաց ուրախ։ Փառք Հիսուսին։ Ես եմ ճանապարհը։ Եվ ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոքի գալիս որ մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ գիտենայիք, տեսեք ինչ ասում։ Ով ասում Հիսուսին ճանաչի 100%-ով։ Ու այսօր, գիտես, ընենց հետաքրքիր ոգին խոսա, ամենը, եթե ինձ գիտենային, այդ ձևի չէին բաղի։ Դու ուզում ես Հիսուսին ճանաչես։ Եթե ես Հիսուսին ճանաչում եմ, ես երբեք սխալ չեմ վարվի։ Բացացած երգը դասա, դեր շնորհակալ եմ, որ դու ուզում ես ճանաչես ինձ, որ ես սխալ չեմ վարվել։ Եթե ինձ գիտենայիք, հալելույա, Փառք Հիսուսին, իմ հորն էլ կգիտենայիք, սև սրանից հետո կգիտենաք նրան և տեսակ նրան։ Ասա այսօր Աստված գիտություն ատարի ինձ։ Որ ես իմանամ ով է ինքը։ Հալելույա, նա սուրբ է։ Երկնքում օրը 24 ժամ նրա հրեշտակները կանգնած գայի առջև և ասում են սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես մեր Աստված։ Սուրբ հրեշտակները։ Եվ Աստված այսօր մեզ սուրբ է դարձել, սուրբ ժողովուրդ, որ մենք ինչ անենք, կանգնենք երկը բարենք ասում, ասենք սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես Աստված։ Եվ քո սրբությունը թող գա։ Այս մեկը խոսած, դուք ինչ եք մտածում, երբ որ Հիսուսի հետ ստենց թերավատորեն կամ անհավատորեն էին վարվում, դուր գալիս էր ասում։ Այս մեկից էլ չպրծած, մյուս նահայում։ Փիլիպոսը նրան ասեց, հալելույա, դե, հայրը ցույց տուր մեզ։ Գիտեք այնքան հետաքրքիր նայում է, ու ասում է Տեր իմ Աստված, ոնց կարա քո հետ քայլող մարդը չիմանա, որ դու Աստված ես։ Չիմանա, որ դու ամենակարողն ես, չիմանա, որ դու հրաշագործն ես,
Չիմանա, դու հացը բազմացնող ես։ Իրանց աշկերի առաջ, այդ աշակերտների աշկերի արջել, Հիսուսը հազարավոր հրաշքներ գործեց։ Ու ասում են ցույց տում ես։ Մեկ ասում չգիտենք ճանապարհը, մյուսն ասում հայրը ցույց տում ես։ Առաքան ասել է, ես որ մեջ եմ հայրի մեջ։ Ես ձեր մեջ դուքին մեջ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտեք, նա այդեն որպես Աստծո որդի է ներկայացնում։ Եվ գիտես դևերը ճանաչում էին, եւ տանուսները ասում էին բարձր Աստծո որդի, ինչու է ժամանակից շուտ եկել մեզ տանջելու, բայց իր այդ քանդով աշակերտները չէին ճանաչում։ Ասա Հիսուս ճանաչել եմ քեզ պետք։ Բացացած ձերքերդ ասա Հիսուս ուզում եմ գիտենամ քեզ։ Ով ես դու։ Ինքան մեզ ես ստեմ որ դարդում էի ու ինձ սրտի մեջ ցավ է զգում։ Ասում լավ տերիմ Աստված, լավ հրաշալի տեղ ա որ դու տալիս ես հիմա ինձ, ինչի ա մեջս ցավ։ Գիտես ինչ ասեց Սուրբ Հոգին, որտեղ շատերը չգիտեն, որ ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ, եւ դա ցավ է։ Ու Աստված այսօր ուզում է սիրելիս մեր եկեղեցու մեջ, մեր մեջ փառավորվի։ Ու ասում է Աստված փառավոր։ Որ մենք չասենք չգիտենք դեր։ Ասում է եթե իրար չսիրեք, որ տեսնում եք իրար, ինձ որ չեք տեսնում, չեք սիրի։ Բայց ախոս ասում, մեկը մեկին բարձր համարեցեք, մեկը մեկի համար հոգ տարեք։ Ասա սուրբը, սուրբի համար կանգնելու է։ Պետք է թողին դասը սուրբ ես, ու ես էլ կանգնել եմ փողովը։ Հայը ճիշտ մեզ է բավականամեզ։ Ես չեմ հասկանում, բավականը, ստեղ որ ասում բավականամեզ, ինչ նկատում ունի։ Վերջեն է վсё, այսօր կանանք արդեն էլ քվետանք, մենակ ցույցով էլի կա։ Չի գնանք ես գյուղը, Հիսուսին չէ ասում, ես ունեմ ճանապարհ չէ անցնելու, ու պետք է անցնեմ գյուղերով, քաղաքներով, ավետարանը քանոզեն, հիվանդներին բժշկեն, վերևներին հարություն տան, քույրերին տեսողություն, համելույա իշտեք, որ եկան Հովհաննես Մկրտիչի աշակերտները ասես գնացեք ասեք, քույրերը տեսնում են, վերևները հարություն են անում, իրանց մոտ է ասում։ Մենակ ցույցն է եկա։ Ասա իմ կամքում տերիմ Աստված, երբեք չի գա այդ վերջը, որ ասեմ, ցույց տուր ելիքա, ես ամեն որ ասա ամեն որ ծառավելու եմ քեզ հետևել, Փառք Հիսուսին, ամեն, Հիսուսը նրան ասեց, այսքան ժամանակ ձեզ հետ եմ և ինձ չճանաչեցիք Փիլիպոս, հարց ասա ամեն ժամանակ Հիսուսը մեր հետ է, նորից ասա ամեն ժամանակ Հիսուսը մեր հետ է, ասա այսքան ժամանակ ձեր հետ եմ, ինձ չճանաչեցիք, դու գիտեք որ ինքս տեղ, ով գիտի որ Հիսուսը ստեղ է, իրա խոսն ասում, որտեղ երկուսը երեք կավակվեն իմանով, ես այնտեղ նրանց մեջ, ասում եմ ես եկել եմ, ինձ չճանաչեցիք, համելույա, ես ուզում եմ ճանաչել, որ ես որ մեր փապակը պետք է լինի ամենին ճանաչելու նրան, ամենի գնան նրա հետևից, որ մենք կյանք ունենանք, սիրելիներս, նա կյանքը, փառք մեր Աստծուն։ Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, հետաքրքիր չէ, այսքան ժամանակ ես ձեր հետ եմ, որ դուք չեք ճանաչում ինձ, գիտեք ցավալի է, լուրջ եմ ասում ցավալի է, որ շատ երկար ժամանակ մարդիկ մտածում են, որ ճանաչել են Հիսուսին, բայց չեն ճանաչում, այսքան ժամանակ ձեր հետ եմ, հալելույա, ամեն օր ձեր հետ եմ, մինչև աշխարհի վերջը, վերջապես ճանաչեք ինձ,
Այո, դե ես ճանաչում եմ քեզ։ Ուզում եմ քո գործը անեմ, ուզում եմ քո կամքը ունեմ։ Եվ այն գործում մեջ, որ ինձ մեջ կանչել ես ինձ հավատարիմ լինել։ Հալելույա, որտեղ ես մարդու համար չեմ ապրում, ես քո համար եմ ապրում։ Ամեն, բայց կանչված եմ մարդկանց ծառայելու։ Հիսուսն ասեց, եթե չանեմ, ուրեք տեղ չունես։ Հալելույա։ Ու շատ բաներ կան, որ մենք օրինակ վերցնենք Քրիստոսից։ Հալելույա, 100% Քրիստոս ինձ մեր կյանքում։ Ամեն, 99%-անոց հավատ չի լինում։ Շանացեցի Փիլիպոսին, ինձ տեսնող հորը տեսավ, և դու ինչպես ես ասում հայրը ցույց տունում ես։ Ոնց ես հացատանի, ոնց ես ասում հայրը ցույց տունում ես։ Ինձ տեսնող հորը տեսավ, և դու ասում ես հայրը ցույց տունում ես։ Այսքան ժամանակ քո հետ է։ Հալելույա։ Ու գիտես շատ ցավալին որ նորից ես Սուրբ ջան հալելույա հավատում եմ քեզ, բայց չեմ ուզում անեմ այն ինչ որ քո կամքն է։ Ասա Հիսուսի կամքն է, որ ես լինեմ սուրբ։ Ասա որ ես լինեմ սուրբ, որ ես լինեմ աղքատ, որ ես լինեմ հնազանդ ու խոնարհ։ Հալելույա։ Ամեն։ Մենք գործեր են սպասվում մեզ։ Այս քաղաքի մեջ, այս տարածաշրջանը։ Ամեն, ամեն։ Ամեն։ Մտածի կողքին տասա մեզ գործեր են սպասվում։ Հավատքի գործ է։ Դերես շինարարության գործ չէ, հավատքի գործ։ Որտեղ ամեն բան հավատքով ակառություն։ Հարկ Հիսուսին։ Խոսք ասում է, ինչ օգուտ ինձ, եթե ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը գործում է։ Իմ համար ամենամեծ գանձը, գիտեք ինչն է, այդ ձեր այս ներկայությունն է, որովհետև եթե չնեին երկուսը երեքը Հիսուսը ստեջեր է։ Ստեջեր դու։ Ասա Հիսուսը ընտրել այս վայրը։ Նորից ասա այս վայրը ընտրել է իմ համար, որ իմ հաղորդացվի։ Սա իրակունն է։ Եթե կարևոր չներ եկեղեցին, այդ սրբության վայրը Հիսուսը չէ ստեղծի եկեղեցին երկրի վրա։ Եվ խանգարող հանգամանքը սատանայի ծրագրերի եկեղեցին է։ Ես ուզում եմ, բրտվի կողքին տասը ես ուզում եմ։ Խանգարում ենք նրան։ Իշքան ուզում ակ ազազի։ Խանգարում ենք։ Իմ քույրիկս ունի կարիք աղոթելու ենք։ Մենք ունի պրոբլեմ աղոթելու ենք։ Մենք ունի դրես ինչ-որ բանի մեջ առաջ կամացում աղոթելու ենք։ Մենք գորության աղոթավ ասասնելու։ Հարկ Հիսուսին։ Որտեղ Հիսուսը ինձ ինքը առաջարկեց անդադար աղոթել, մի դադարել աղոթելուց, մեկըդ մեկի համար աղոթել, Հակոբոս գրքում ասում է մեկըդ մեկի համար աղոթել, հալելույա, այսօր մենք բոլորս իրար համար աղոթելու ենք, ես մենակ չէ, բոլորս, բացասա ձերքել դասա ասոր ես աղոթելու եմ, իմ կողքինի համար, Հարկ Հիսուսին, չես հավատում, որ ես որմիչ եմ և հայտնի ծանում։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը, հալելույա։ Ասա Սուրբ Հոգին, այսօր, գործելու է իմ միջից։ Նորից ասա, Սուրբ Հոգին, իմ միջից գործելու։ Հալելույա, ես սեր եմ տալու։ Իմ միջից մարդիկ խաղացում են գտնում։ Հավատում ես, որ ես ու գնաց ոտում, թող այդ խաղացությունը լծվի քո տան մնում։ Որ այդ սերը լծվի։ Դիտեք, սա հոգևոր բան է, երբ որ մենք դա տանում ենք ու մտնում ենք դրա մեջ, ինքս կյան, մեր շրջապատող մարդիկ պետք է դրա մեջ մտնում։ Հալելույա։ Հարկ Հիսուսին։ Հանցատակ չես հավատում։ Հալելույա։ Ով հավատում, որ քո իր կողքինի մեջ Աստված է։ Գազդը մարդով Սուրբ Հոգով դեռ մկրտված չի։ Այսօր աղոթելու ենք ձեր համար։
Հալելույա, ամեն, որ դուք էլ լսեք Աստծո հոգով։ Այո, ոչ ոք իր անձից չի կարող խոսալ։ Դու այստեղ ես սիրելիս, եկեղեցում, եթե մարդը սկսում է իր անձից խոսալ, դա վտանգավոր է։ Բայց եթե մարդը խոսում է Սուրբ Հոգուց, որոնց մենք պետք է խոնարհվենք ու լսենք։ Որտեղ մենք մեզանից ոչինչ չենք կարող խոսել։ Ամենուրա։ Դա է մարդ, ով որ քարոզներից օգնում է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուս ջան։ Ամեն։ Եթե քո քարոզից ինչ-որ մեկը կփրկվի, երբ որ ինչ-որ մեկին դու գնաս քարոզես ու ինքը կապաշխարի, ու իմացի դու Աստծո ձեռքի մեջ գործիք ես։ Հալելույա։ Չես համարում, որ ես որ մեջ եմ, որտեղ ես իմ անձից, ասա իմ անձից ոչինչ չեմ ունել։ Չանես քո անձից։ Ասա ձեր հասկացողությունը իմը չի, ձեր ճանապարհներն իմը չեն։ Արեք իմ ճանապարհների մեջ, ես եմ ճանապարհը։ Փառք Հիսուսին։ Հավատացեք ինձ, որ ես որ մեջ եմ եւ այն ինձանում։ Ապա թե ոչ իսկ այն գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողը այն գործերը, որ ես գործում եմ, նա էլ կգործե եւ նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործե, որտեղ ես իմ հոր մոտ եմ գնում։ Հալելույա։ Ամեն։ Այն գործերը, որ ես ինչ գործեր անում Հիսուսը։ Բժշկում եք, ազատագրում եք, փրկում եք, հալելույա, հարություն եք տալիս։ Այսօր մենք պետք է գնանք իր հետևից, մենք պետք է լինենք իր մեջ, որ այդ գործերը, որոնք ինքն են արել, այսօր ինչ անենք, մենք էլ անենք։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եկել է ժամանակը, որ մենք ամբողջությամբ լցվենք Աստծո հոգով, շարժվենք եւ սրբության վայրում ստանանք այն շնորհքը, որ Աստված թողել է մեզ համար։ Հալելույա։ Իսկ այստեղ հենց այդ շնորհքն է Տիրոջ գործում, որ մենք հասկանանք, որ ինքն է կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Այսօր նայում ենք մեր հրաշալի տատիկների կյանքը ժայռության սիրուն նկարները իրանց։ Երբ որ իրանք նոր հանդիպել էին իրենց ամուսինների հետ, գեղեցիկ, հալելույա, ուրախ, բայց ինչքան դժվարություններ են անցել իրանց կյանքում։ Մենք նայում ենք այդ լավ պահերը, մենք նայում ենք այդ ուրախ պահերը, բայց ինչքան լավ, ինչքան ցավ են վերաբերել իրանք իրանց կյանքերում։ Ես խնդրում եմ քեզ, թույլ տուր, որ Հիսուսը քո ցավերը դրացնի եւ ուրախության յուղով ոցի, որ ուրախացնի քեզ ասի քո ցավերի ժամանակը անցել է, քո փորձությունների ժամանակը անցել է, ես քո հետ եմ։ Հալելույա, ես քեզ մենակ չեմ թողնի։ Պատտվի կողքին ասա դու մենակ չես, դու ոչ չես։ Hallelujah. Այսօր մենք հրաշալի ժամանակ ենք ունենալուց։ Հալելույա, ամեն։ Հավատքի, ասա հավատքի քայլ։ Պատտվի կողքին ասա հավատքի քայլ ենք ունենալուց։ Հետո որ կայություն ենք ունենալ։ Ամեն։ Հետո չմոռանաս որ կայել։ Ես մարդը ներողության մեջ աղոթում եմ, Աստված ջան, խնդրում եմ, դու ինձ հալելույա, հանիր ինձ այս իրավիճակից, Աստված ասում է պրոբլեմ չկա, հանում եմ, պրոբլեմից էլ հանում, այդտեղից էլ հանում, որտեղ դու ներված ես, դնում է լայնարձակ տեղ, ասա Աստված միշտ ուզում եմ ես տեսնի այդ լայնարձակ տեղը, բայց գալիս է ժամանակ, Հալելույա, ամեն, որ մենք մոռանում ենք, գիտես Աստծո խոսքը ասում է, չմոռանաք, ձեր երեխեքին էլ պատմեք, ձեր թոռներին էլ պատմեք, չմոռանաք, թե որտեղից ես ձեզ հանեցի։ Ամեն, ասա Աստված ինձ ամեն մեղությունից հանել է։ Որով ես ով։ Փառք Հիսուսին։
չեմ մոռանա, երբեք չմոռանա։ Գիտեք, այդ լայն տեղը, երբ որ Աստված մեզ հանում է, մենք պետք է գնանք նրա հետևից, ով որ մեզ հանել է, ու հավատարիմ լինենք։ Ամեն։ Բայց ինչ անեց Իսրայել ժողովուրդը մոռացավ այն հրաշքները, որ Աստված արել է, մոռացավ նրան, որ այդ ստրկությունից հանեց, այդ ծանր տեղից բացասեց, մոռացավ։ Եվ Աստծո խոսքը ասում է թույլ չտաք, որ ինչ-որ մեկը ձեզ խաբի։ Փաստորեն կա խաբեբա, որ գալիս է ու խաբում է մարդկանց։ Ինչով այս աշխարհի գայթակղություններով, մարմնավոր ցանկություններով, որտեղ Աստված ասում է փախեք մարմնավոր ցանկություններից, փախեք աշխարհի ցանկություններից, որ միշտ բնակվեք այդ լայնածառ ամեն ապահով տեղում, Փառք Հիսուսը։ Այո, եւ ինչ որ է, ասա ինչ որ է, ով ինչ շատ ուզում է սոքրի, դաստ է, մարդ որ ինչ-որ բան ուզում ասոց քոքրի, դա, ձեր մարդ, հավատում ես ասում, ով հավատում Իսուս, հավատում եք իր խոսքին, ես չեմ ասում, իր խոսքն ասում, Հիմա մենք ամենու ենք դա։ Հալելույա։ Եվ ինչ որ էլ խնդրեք իմ անունով, այն կանեմ։ Ասա օրենք եկել է։ Ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսի Աստվածը։ Ես հավատում եմ, որ դու իմ Տերն ու բնակիչն ես, որ դու ես օծյանը, դու ես միակը, եւ ես քեզ հավատում եմ հիմա ու գիտեմ ուր եմ գնում։ Ասա ու գիտեմ արդեն ուր եմ գնում։ Որ ես աշխարհի մեջ չեմ գնում, այլ գնում եմ որտեղ որ ճանապարհով։ Ասա արդարության, սրբության, հավատարմության ճանապարհով։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ ինչ է, որ իմ անունով խնդրեք, այն կանեմ, որ Հայրը փառավորի որդուն։ Մենք ուզում ենք, չէ՞ փառավորենք մեր Աստծուն։ Ո՞վ է ուզում փառավորի Հիսուսին։ Հիսուսը երբ է փառավորվում, երբ որ մենք խնդրում ենք, ասա ինքը պատրաստ անելու։ Հասկանում եք ինչ անում Աստված։ Ասում է ինչ որ խնդրեք տանեն, ոչ թե ձեր համար, այլ հոր փառքի համար։ Ու հիմա ինչ որ Աստված քո կյանքում անում է, հավատքի միջոցով, դա անում է հոր փառքի համար։ Այդ սուպի համար։ Ով երկում նստած մեր համար բարեխոսն է։ Հալելույա։ Եթե ինքնով իմ խնդրեք ես կանեմ, եթե ինձ սիրում եք, նայեք, իմ պատվիրանքները պահեցեք։ Պահել ես ասո պատվիրանք, ով է պահել է ասո պատվիրանք։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեք։ Եվ ես որը կամաչեմ, նայեք, երբ որ դու պատվիրանը պահում ես, ասա սերը պահելու է։ Եվ ասում է կատման, և իմ քույրու եղբայրին է կատման։ Այդ ժամանակ, ասա այդ ժամանակ, Սուրբ Հոգին լցվում է մեր մեջ։ Ամեն։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք, և ես որը կամաչեմ, և ուրիշ մխիտարիշ կտա ձեզ հետ, որ մնաց ես հետ հավիտյան։ Ասա այսօր Սուրբ Հոգին մեր հետ է։ Ինքը չի գնում գալիս, ինքը մեր հետ է, ինքը այստեղ է, ամեն, որ ինքն է մեր աղոթքների պատասխանը տվողը, հալելույա, ամեն, ու ինքը վերել է այսօր մեր կյանքերում, այն ինչ որ մենք այսօր խնդրելու ենք։ Դեմ կանգնեք և կփախչի, ոնց դեմ կանգնեն, որ չգիտեն, չեն ուզում իմանալ, բայց մենք գիտենք, ասեց դու գիտեք ճանապարհը, այսօր շատ ժամանակ
Երբ որ խոսում ասում, երևի ինքը գիտի, հարելիա, բայց փաստորեն չգիտեն շատերը, որ կամքը, շատերը չգիտեն, ու ինչա հողանակ, հարելույա, սովորեն, ավելի են խստացում խրովում, ասա իմ սիրտը չի խրովել, նորից ասա, ես չեմ խրովել, խրովն ահարտը դա բան չի, հարելույա, ամեն, Փառք Հիսուսին, դու ապես ես որ, կան եք ինչ որ բան ստանում այսօր, Փառք մեր Աստծուն, Հալելույա, իրես ինքան ցավալի է, այսօր մեր քույրիկը բանի ֆիդայց այգ է, եկին անում տխուր, հավատում ես ծիծուր աղտվինա, Ես երբ որ դու մեռած մարդու տեսնում ես, դու տխնում ես, ու գիտեք ինչքան մեռած մարդիկ կան մեր շուրջը, հավատում ես որ շատ մեռած մարդիկ կան, որտեղ եթե մեռած մարդիկ չնեին Հիսուսը չէր ասել, թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, ու դու կյանք ընդունած, դու դաս որ քո կողքը մեռած մարդիկ լինի, Ասա Աստված ինձ ուժ ադամր այսօր, որ իմ կողքը մեռած մարդիկ չունեն, սաղ կյանք ունենա։ Իսկ դա երբ ադարի, երբ որ մարդը քո մեջ այդ կյանքը կտեսնի, իսկ կյանքը Հիսուսն է։ Նայեք, ճշմարտության հոգին, ասա ճշմարտության հոգին։ Եթե մարդը սուրբ հոգով լցված է, ինքը բացի ճշմարտությունից չի կարող իշման խոսալ։ Ամեն։ Ճշմարտությունը ամենակարևորն է։ Ճշմարտությունն է ազատում մեզ, մեր ներսի խռովությունից։ Ամեն։ Հալելույա։ Ուստի ճշմարտության հոգին, հիմա ով է մեր մեջ։ Հիմա դու ճիշտ ես վարվում քո քրոջ ու քո եղբոր հետ։ Նայեք քո ողքի նստած է աչքերին։ Աչքերին նայեք իրար աչքերին նայեք։ Դա բացեք ձեր աչքերը ու նայեք պարզ աչքերին։ Հալելույա։ Եթե ինչ-որ մեկի հետ ճիշտ չես վարվել, գնա նայի աչքերին, ասա ես ճիշտ չեմ վարվել, կնել ես ոնցի։ Կարաս անես։ Որ դու հավատում ես ինչ փոխվի։ Իսկ եթե ես չեմ անում, ես չեմ կարող մարդու աչքերին նայել։ Եթե ես չեմ սիրում, չեմ կարող մարդու աչքերին նայել։ Եթե ես չեմ հավատում, չեմ կարող նայել։ Եթե ես կյանք չունեմ, չեմ կարող նայել։ Ասա աչքերը հայելի է։ Փառք Հիսուսին։ Երբ որ նայես քունի գիտ կամ եղբորը ծտա, բայց ձևական չէ։ Եվ ես որ տամանչեմ ուրիշ մխիթանիշ կտա ձեզ, որ ձեզ հետ մնահավության, ճշմարտության հոգին, որս աշխարհը կարող չի ընդունել։ Ստեյք դուք, հակառակող մարդիկ չեն կարող ընդունել, Քրիստոսին չընդունող մարդիկ չեն կարող ընդունել։ Ոչ է տեսնում են նրան, ոչ չի տեսնում նրան, և ոչ է ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի հարևան։ Ով ասում է սուրբ հոգուն ճանաչեն։ Ինքը մեր մեջ է։ Ամեն։ Բայց ցավալի է որ չեն ճանաչեն։ Ով է սուրբ հոգին հարցեր լուծող է։ Ասա մեր Աստված հարցեր լուծող է։ Երբ որ ինչ-որ հարցեր կան, ամեն ինչը լուծում Աստծո խոսքին։ Հալելույա, ամեն։ Դրեք ինչ ասեց Հիսուսը, հալելույա, ասա ու կլինի, հավատ ունեցի, ասա ու կլինի, ես ազատ եմ, ասա ես ազատ եմ, ես խոնար եմ, ես սուրբ եմ, ես արդարացված եմ, ես Քրիստոսին եմ, ես կյանք ունեմ, հալելույա ասա, հավատքով ասա,